Եթե մեր թշնամի 20 տարի զենք ուզինամթերք էր արում ժամանակակից, այդ ում գլխին պետք է թափեր։ Մեր գլխին, չէ, բա մեր իշխանությունները ինչ են անում։ Եթե իրանք էլ գիտնին, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլով լուծվի։ Ես իմ գործն անում եմ խելոք, հանգիստ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության 38 տարի արդեն։ 29 տարեկանից զենք եմ վեցել, մինչև հիմա ես բանակցություն։ Մեղավոր չենք փնտրում։ Ինչ։ Փաշինյանը գցում է հապկի վրա, հապկան մեղավոր, դուք ասում եք հայի ձեռքով եղել հիմա ու։ Դուք չեք գիտե, որ ոտնություն ուսումնասիրեք, որ միշտ ելերա դավաճանություն, միշտ ելերա ինչ որ մեր վերելքի ժամանակ, մեր պետության, մեր ժողովրդի մեկի խփել են, այն ժամանակ դե բնականա պետություն չենք ունեցել, անհատի վրա է բոլորը ձևավորվել եւ այդ անհատին վերացրել են, ոնց որ սպարապետին վերացրել են, ոնց որ մակետայ սպարապետին ուր է թամ։ Ինես մարդկանց է թույն է, որ էլի հայի միջնորդությամբ։ Ես ոչ եմ ասում հայ ազգ է։ Բայց այն ժամանակ դուք էլ ասացիք պետականություն չենք ունեցել, հիմա ունեինք արդյոք այդ ամեն ինչը հենց պետության կողմից չպետք է։ Այսօր պետականություն ունենք, թող գնանք խաղաղության։ Հերիքա, Ժողովրդան, դուք հեսա երաբլուրում ենք կանգնած, տեսակ ինչ կատարվավ 44 օրյա պատերազմում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելուն ու նորմալ ձևով պահում արտաքին քաղաքացիներ հոյակապ անցնում եկնումա։ Դրա համար երեք չբզբզենք էլի։